Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» հեռուստասերիալն հենց առաջին կադրերից ցույց է տալիս, որ սա սովորական հեռուստասերիալ չէ, այլ մեծ ծավալի մտածված ու մանրակրկիտ մշակված նախագիծ։ Այստեղ զգացվում է կատարված հսկայական աշխատանքը՝ սկսած սցենարից մինչև դերասանական խաղ, նկարահանումների կազմակերպում և ընդհանուր մթնոլորտի ստեղծում։ Ամեն դետալ իր տեղում է և պատահական ոչինչ չկա։ Դիանա Գրիգորյանի ձեռագիրն այս նախագծում առավել քան տեսանելի է։ Նա կրկին ապացուցում է, որ կարողանում է ստեղծել սերիալներ, որոնք ոչ միայն դիտվում են, այլև ապրում են հեռուստադիտողի հետ միասին։ Սցենարը կառուցվում է այնպես, որ յուրաքանչյուր սերիա պահում է լարվածությունը, առաջացնում հարցեր և ստիպում սպասել շարունակությանը։ Ինտրիգը չի բացվում միանգամից, կերպարների պատմությունները զարգանում են աստիճանաբար, թույլ տալով հեռուստադիտողին խորապես ճանաչել նրանց, հասկանալ շարժառիթներն ու ներքին պայքարը։ Դերասանական կազմը «Գոյամարտի» ամենաուժեղ կողմերից մեկն է։ Նախագծում ներգրաված են փորձառու, սիրված և բազմիցս իրենց պրոֆեսիոնալիզմն ապացուցած դերասաններ, որոնց ներկայությունն արդեն իսկ որակի նշան է։ Յուրաքանչյուր դերասան ոչ թե պարզապես խաղում է, այլ ապրում է իր կերպարը։ Նրանց խաղում չկա արհեստականություն, զգացմունքները բնական են, հավատալի, երբեմն ցավոտ իրական։ Դրական ու բացասական կերպարները հստակ գծագրված են, բայց միևնույն ժամանակ բազմաշերտ, ինչը սերիալը դարձնում է առավել հետաքրքիր։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև կերպարների փոխհարաբերությունների զարգացումը, ընտանեկան դրամաները, սիրային գծերը, հակամարտությունները և ներքին կոնֆլիկտները կառուցված են խորությամբ։ Այստեղ չկան սև ու սպիտակ հերոսներ, յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը, իր սխալներն ու պայքարը։ Հենց սա է «Գոյամարտը» դարձնում մարդկային ու իրական։ Դիտարժանության առումով սերիալը ևս մեկ քայլ առաջ է հայկական հեռուստասերիալների մեջ։ Բռնցքամարտի տեսարանները դինամիկ են, լարված ու լավ նկարահանված։ Ռինգը ներկայացված է ոչ միայն որպես սպորտային հարթակ, այլ որպես կյանքի խորհրդանիշ, որտեղ ամեն հարվածն ունի իր գինը։ Նկարահանումները Հայաստանի սահմաններից դուրս, մասնավորապես Մոսկվայում, սերիալին տալիս են լայն շնչառություն և միջազգային շունչ, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է նախագծի մասշտաբայնությունը։ Տեսողական լուծումները, երաժշտական ձևավորումը, մոնտաժը և ընդհանուր ռիթմը ստեղծում են ամբողջական ու գրավիչ պատկեր։ Սերիալը դիտվում է հեշտ, բայց միաժամանակ ստիպում է մտածել։ Այն հուզում է, լարում, երբեմն էլ ստիպում է վերանայել սեփական արժեքներն ու վերաբերմունքը կյանքի նկատմամբ։ «Գոյամարտը» ոչ միայն ժամանցային նախագիծ է, այլ սերիալ, որը խոսում է կյանքի մասին իր ողջ բարդությամբ, պայքարով ու հույսով։ Սա այն նախագծերից է, որը մեծ հավանականությամբ դառնալու է ռեյտինգային, քննարկվող և երկար ժամանակ հիշվող։ Կատարված աշխատանքի որակը, դերասանների ուժեղ խաղը և սցենարի խորությունը «Գոյամարտը» դարձնում են իսկապես առանձնացող և արժանի լայն լսարանի ուշադրությանը։ Այստեղ ամեն ինչ կառուցված է ներքին լարվածության վրա։ Ոչ միայն ռինգում ընթացող մենամարտերն են կարևոր, այլ այն անտեսանելի պայքարները, որոնց հերոսներին մղում են պայքարի։ Սա հենց այն կետն է, որտեղ սերիալը առանձնանում է և դառնում ավելի հասուն, ավելի խորքային։ Դիանա Գրիգորյանի աշխատանքում զգացվում է տարիների փորձը։ Նա հստակ գիտի ինչպես պահել հեռուստադիտողի ուշադրությունը երկար ժամանակ։ Յուրաքանչյուր սերիայի ավարտը կառուցված է այնպես, որ առաջացնի սպասում, հարցեր և քննարկումներ։ Սյուժեն զարգանում է ոչ գծային, անցյալն ու ներկան միահյուսվում են, ինչը թույլ է տալիս բացահայտել կերպարների անցած ճանապարհը և հասկանալ ինչու են նրանք այսօր այնպիսին, ինչպիսին կան։ Անցյալի դրվագները ոչ թե պարզապես հիշողություններ են, այլ առանցքային մաս՝ ներկա իրադարձությունները հասկանալու համար։ Դերասանների ընտրությունն այստեղ ևս խոսում է մոտեցման լրջության մասին։ Դիանա Գրիգորյանը կրկին հենվել է իր վստահելի կադրերի վրա, դերասանների, ովքեր արդեն իսկ ապացուցել են իրենց պրոֆեսիոնալիզմը նրա նախորդ նախագծերում։ Սակայն այս անգամ նրանց ներկայացված են նոր, երբեմն անսպասելի կերպարներ, որոնք կոտրում են նախկին ընկալումները։ Սա հետաքրքիր փորձ է նաև դերասանների համար՝ դուրս գալ սովորական շրջանակներից և բացվել նոր կողմերով։ Հատկապես ուշագրավ է սերիալում սեր, հակամարտություն, առանցքի զարգացումը։ Սիրային գծերը կառուցված են ոչ թե պարզ ռոմանտիկայի վրա, այլ բարդ ընտրության, զոհաբերության և երբեմն դավաճանության։ Սերն այստեղ ուժեղ է, բայց
նաև փորձություն այն կարող է փրկել և կործանել։ Հենց այս երկակիությունն է, որ սերիալը դարձնում է առավել իրական և հոգեբանորեն ազդեցիկ։ Ամենակարևորը, Գոյամարտը խոսում է մեր օրերի խնդիրների մասին՝ փող, իշխանություն, ազդեցություն, մարդկային թուլություններ, արժեհամակարգերի խախտում ու վերագտնում։ Սերիալը չի փորձում իդեալականացնել իրականությունը, այլ ներկայացնում է այնպես, ինչպես կա, կոշտ, երբեմն դաժան, բայց նաև հույս ներշնչող։ Ինչպես միշտ Դիանա Գրիգորյանի նախագծերում, այստեղ ևս բարին վերջում ունի իր խոսքը, բայց այդ հաղթանակը հեշտ չի գալիս։ Այս ամենի արդյունքում Գոյամարտը դառնում է ոչ միայն հեռուստասերիալ, այլ երևույթ, որը քննարկվելու է, գնահատվելու և համեմատվելու այլ ռեյտինգային նախագծերի հետ։ Սա այն սերիալներից է, որը կարող է ձևավորել օրակարգ, առաջացնել կարծիքներ և երկար ժամանակ մնալ հեռուստադիտողի հիշողության մեջ։